բազմաստիճանային աշխատանք է, սա պահանջվում է համբերատարություն, ֆինանսական պատրաստվածություն, սա էլ է շատ կարևոր, որ մենք ընկալենք, որ էրեկցիայի խնդիրը դա բավականին լուրջ խնդիր է եւ պահանջում է քայլերի որոշակի հերթականություն, որի արդյունքում մենք կազմելու ենք լիարժեք պատկերացում տվյալ խնդրի պատճառագիտության մասին, որից ելնելով արդեն կարելի է մտածել բուժման process-ի մասին։ Շատ տղամարդիկ ասում են կամ այդպես էլ վարում են, բժիշկ դե մի բան նշանակի խմեմ լավ ձգվի մոտս։ Այդպես չի կարելի անել։ Դա ինքնախաբեություն է։ Որովհետև էրեկցիայի խնդրի պարագայում կարևոր է որպես մենք հասկանանք պատճառը, օրինակ ինչի համար է տղամարդու մոտ առաջանում էրեկցիայի խնդիր։ Ոմանց մոտ այդ խնդիրը առաջանում, որովհետև նրանք ունեն տեստոստերոնի դեֆիցիտի խնդիր։ Ինչո՞ւ մի պատճառով տեստոստերոնը նվազել է։ Ոմանց մոտ դա կարող է պայմանավորվածել շագանակագեղձում առկա տարատեսակ խնդիրներով, բորբոքումներով եւ այլն եւ այլն։ Ոչ մարդկանց մոտ կարող է հիմքում ընկած լինել անոթային ուրեմն process-ները, զարկերակներով այրան շրջանառության դանդաղեցումը որպես կանոն վերում է էրեկցիայի խնդրի առաջացմանը։ Թերևս թվարկված պատճառներից զարկերակներով այրան շրջանառության վիճակի վատացումը ամենալրջագույն պատճառների շարքին է դասվում, քանի որ դրա հիմքում, եթե այսօր ընկած է, այսինքն որպես խնդիր ներկայանում է էրեկցիայի խնդիրը, վաղը մյուսօր դրա հետևում կանգնած են տարաբնույթ խնդիրներ, իդեմը սրտի հետ կապված, ճնշման հետ կապված եւ նմանատիպ խնդիրներ։ Ինչ տարբերություն անոթը մնում է անոթ։ Եթե այսօր անոթով զարկերակով այրան շրջանառության վատ լինելը դրսևորվում է որպես էրեկցիայի խնդիր, վաղը մյուսօր այդ նույն անոթի խնդիրը կառաջանա եւ սրտի համար։ Ուղղակի տարբերությունը կայանալու է նրանում, որ եթե մենք սրտի պարագայում կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ, դա կարող է մարդու կյանքի տևողության վրա որպես այդպեսին անդրադառնա, ապա էրեկցիայի խնդիրների դեպքում մենք կյանքի տևողության խնդրի առաջ չենք կանգնում, բայց կյանքի որակի խնդիր ենք ունենում։ Տղամարդով ուզում է ապրել սեռական կյանքով, բայց ինչ որ մի բան կամ ինչ որ բաներ խանգարում են իրեն, որ ինքը ապրի լիարժեք սեռական կյանքով, սա շատ բացասական է անդրադառնում նրա հոգեկան վիճակի վրա։ Բերելով նյարդային վիճակների առաջացմանը, լարվածությանը, անքնությանը, ագրեսիային եւ այլն, որոշներն էլ հայտնվում են դեպրեսիայի մեջ։ Դրա համար պետք է անցնել որոշակի հետազոտություններ։ Նորից եմ կրկնում, դրան պետք է պատրաստվել ֆինանսապես, ֆիզիկապես եւ հոգեպես, որպեսզի process-ը լիարժեք իրականացնենք եւ կարողանանք տվյալ մարդուն հստակ բան ասել, ինչի համար է իր մոտ առաջացել խնդիր եւ ինչ պետք է անենք այդ խնդրի լուծում տալու համար։